Բարև, այսօր ես կներկայացնեմ Ակիհիրո Նիշինոյի Փոփելը ծխնելույզների քաղաքից ստեղծագործությունը։ Կար չկար մի քաղաք կար աշխարհից կտրված, որտեղ կային լիք ծխնելույզներ։ Ծխնելույզները փակել էին ծխնելույզների շատ քանակի պատճառով երկինք պատված էր ծխով, որի պատճառով բնակիչները չէին տեսնում փայլող արևը, փայլող աստղերը։ Մի անգամ այդքան շատ ծխի պատճառով առաքիչը փրշտաց և իր ձեռքից սղաց ընկավ այն սիրտը, որ նա տեղափոխում էր։ Այդ սիրտը ընկավ աղբի կույտի մեջ և այդ աղբի կույտի մեջից դուրս եկավ մի արարած, շատ նման մարդուն։ Նրա գլուխը հին անձրևանոցից էր, իսկ ձեռքերն ու ոտքերը կարծես բահերից լինեին։ Նա լսեց աշտարակներից զանգերի ձայնը և որոշեց գնալ քաղաքի կենտրոնական հատվածը, որպեսզի տեսնի այլ ով կա։ Նա գնաց և տեսավ լիքը հրեշներ։ Այս հրեշները նրան սկսեցին շրջապատել և հարցնել՝ դու ով ես։ Նա պատասխանեց՝ ես աղբամարտն եմ, իսկ նրանք սկսեցին իրեն ասել իրենց դերերը որպես։ Մեկը վհուկ էր, մյուսը զոմբի, մյուսը չար բժշկի ծրագիր Ֆրանկենշտեյնն էր և այլ հրեշներ կային։ Նրանք ամբողջ քաղաքով մեկ պտտվում էին, ամեն մեկին մոտենում և հարցնում էին. չարություն, թե քաղցրավենիք։ Եվ երբ որ երկրորդ անգամ լսվեց աշտարակներից զանգերի ձայնը, ապա նրանք մոտեցան չօգտագործվող մի շենքի մոտ, որտեղ որ սկսեցին հանել իրենց կոստյումները։ Ամեն մեկը մարդիկ էին պարզվում էր։ Եվ բոլորը մոտեցան աղբամարդուն և ասացին. ախր քեզ դուր է գալիս այս հագուստի մեջ մնալը, դե փոխվիր, ախր այս հագուստներից այնքան գարշահոտ է գալիս։ Եվ վհուկը, որի հագնված էր մի աղջիկ, որի անունը Ռեբեկա էր, մոտեցավ և քաշեց անձրևանոցից։ Աղբամարդը սկսեց գոռալ ախ, և նրանք հասկացան, որ դա իսկական աղբամարդ է։ Նրանք իրեն սկսեցին վիրավորական բառեր ասել, ծաղրել, և նա այնքան տխուր էր, որ որոշեց մտնել քաղաք։ Ամբողջ քաղաքով մեկ արդեն տարածված էր, որ աղբամարդ գոյություն ունի և նրա մասին վատ բաներ էին պատմում բոլորին։ Մի անգամ, երբ աղբամարդը քայլում էր քաղաքով, նրան մոտեցավ մի տղա։ Այդ տղան ամբողջ մյոտ էր։ Նա մոտեցավ աղբամարդուն և ասեց. դու այն աղբամարդն ես, որի մասին որ ամբողջ քաղաքն է այժմ խոսում։ Նա ասեց. այո, ես աղբամարդն եմ այդ։ Եվ նա սկսեց ներկայանալ։ Նա ասաց, որ իր անունը Լուբիչի է, որ ինքը աշխատում է ծխնելույզ մաքրող և կարճ ասած սկսեց իր մասին պատմել, իր կյանքի մասին։ Եվ սկսեց ասել, որ իր ծնողին կորցրել էր, չնայած չէր ուզում այդ թեման բարձրացնել։ Նա ասաց, որ կորցրել էր իր հորը և իր հորից միայն մնացել էր փոքրիկ կախազարդ, որի մեջ որ իր հոր միակ նկարն էր և նա այն կորցրել էր։ Փոփելին նա ասաց, որ նա շատ գարշահոտ է, իր հագուստները շատ գարշահոտ են և նա շատ կեղտոտ է։ Նա ասաց. դու ինքդ քեզ տեսել ես, դու մրոտ ես։ Նա ասաց այն պատճառով, որովհետև ես ծխնելույզ մաքրող եմ աշխատում։ Հետո Լուբիչին տարավ, որպեսզի աղբամարդուն լողացնի։ Եվ այդ կարճ ընթացքում նա որոշեց իրեն անուն հորինել։ Իր անունը դարձավ Փոփել։ Փոփելը նշանակում էր աղբի կույտ։
Փոփելին ամեն օր լողացնում էր, եւ առաջին օրը իրենց ծանոթության նա իսկույն իրեն տարավ իրենց տուն ընթրելու։ Ամեն օր իրենք իրար հետ բարձրանում էին քաղաքի ամենաբարձր ծխնելույզը, եւ այնտեղից երևում էր ամբողջ քաղաքը։ Լյուբիչին երազում էր տեսնել աստղերը, բայց նույնիսկ չգիտեր իրենք ինչպես էին։ Փոփելին դա շատ հետաքրքրեց, նա չգիտեր ինչ էր աստղերը, եւ Լյուբիչին սկսեց պատմել, որ այս քաղաքը իր ստեղծված ժամանակներից եղել է լիքը ծխով, կարճ ասած երկինքը փակել է ամբողջ ծուխը, աստղերը չի երևացել, բայց իր հայրը մի անգամ տեսել է աստղերը եւ նա նավորդ էր։ Եվ նա մահացավ ուժեղ փոթորիկի պատճառով, երբ որ իրենք ճամփորդում էին ամբողջ երկրով մեկ։ Այդ ճամփորդության ժամանակ նա էլ տեսավ աստղերը։ Ոչ ոք չէր հավատում դրան։ Դրա պատճառով Լյուբիչին եւ իր հորը կոչում էին Սուտասան։ Ժամանակի ընթացքում Լյուբիչի հայրը մահացավ, որի պատճառով սկսեցին Լյուբիչին ավելի ծաղրել եւ իրեն ասել Սուտասան։ Փոփելը հասկացավ այդ իրավիճակը, որովհետեւ իրեն նույնպես էին վիրավորում եւ իր վրա ծաղում էլի։ Մի անգամ Փոփելը ինչպես սովորական գալիս էր Լյուբիչի մոտ, Լյուբիչին նկատեց, որ Փոփելի մի ականջ չկար։ Նա հարցրեց՝ ուր է մյուս ականջդ։ Եվ Փոփելը սկսեց պատմել, որ իրեն մոտեցան մի քանի երեխաներ, սկսեցին ծաղրել եւ սկսեցին իրեն հարվածել, որի պատճառով էլ ընկավ իր ականջը։ Լյուբիչին շատ զայրացավ, բայց ոչինչ չէր կարող անել այդ ամենի հետ։ Օրերից մի օր, երբ որ Փոփելը սովորաբար գալիս էր Լյուբիչի մոտ, Լյուբիչին նրան ասաց, որ նա այլևս չի ուզում իր հետ շփվել, եւ պատճառն էլ ասաց, որովհետեւ իրեն բոլորը ձեռ էին առնում, եւ նա չէր ուզում, որ ինչ-որ մեկի պատճառով Փոփելի պատճառով եւ նա տուժեր, եւ հենց Փոփելը, որովհետեւ նրան բոլորը ծաղրում էին, հարվածում էին եւ չէր ուզում, որպեսզի Փոփելը ոչ երբեք ել չլներ։ Իմիջիալոց նրանք երկուսն էլ ընկեր չունեին եւ չգիտեին ինչով զբաղվել։ Նրանք բացի Փոփելին լողացնելուց ամեն օր Լյուբիչին նաեւ իր հետ խաղում էր։ Եկավ ձմեռը։ Ձմռան ցուրտ օրերը ամեն օր ավելի էին ցրտանում։ Փոփելը քանի որ չէր լողանում ինքնուրույն, իրենից շատ ուժեղ գարշահոտ էր գալիս եւ ոչ մեկ նույնիսկ իրան չէր մոտենում։ Ձմռան մի ցուրտ օր նա մոտեցավ Լյուբիչին տան մոտ եւ թակեց պատուհանը։ Լյուբիչին մոտեցավ դրան մոտ եւ նկատեց, որ դա Փոփելն էր։ Նա շատ տխուր էր, ինչու, որովհետեւ տեսավ Փոփելին առանց աջ ոտքի, ծախ ձեռքի եւ մյուս ականջի։ Նա շատ վատ էր լսում։ Բայց միևնույն է, նա շարունակեց իր խոսքը։ Փոփելը ասաց՝ «Արիր ինձ հետ»։ Լյուբիչին զարմացած էր, թե որտեղ կտանի իրեն Փոփելը, եւ Փոփելը իսկույն Լյուբիչի հետ արագ վազեց մի նավի մոտ։ Պարզվեց, որ այդ նավը Լյուբիչի հոր նավն էր, որ խորտակվել էր։ Փոփելը շատ երկար ճանապարհ էր անցել, որպեսզի այդ նավը բերեր Լյուբիչին տան մոտ։ Նաեւ Փոփելը շատ լավ փուչիկ էր փչում, եւ այդ փուչիկները շատ բարձր էին թռչում։ Նա լիքը փուչիկներ էր փչել եւ կապել նավակին։ Նա բարձրացավ նավակի վրա եւ Լյուբիչին աստիճաններ գցեց, որպեսզի նա նույնպես բարձրանա։ Լյուբիչին հարցրեց՝ «Ինչ ես դու ուզում անել»։
Եվ երբ նրանք բարձրացան, նրանք տեսան գեղեցիկ երկինքը, որը լի էր աստղերով։ Լյուբիշին շատ զարմացած էր, որովհետև այն ամենը, ինչ որ մասին ասում էին, պարզվում էր սուտ էր։ Աստղերը գոյություն ունեին, երկինք կար, ամեն ինչ իրական էր։ Եվ այդ պահին սկսվեց ուժեղ անձրև, երբ որ անձրև սկսեց, նույնպես սկսեց փոթորիկը։ Այդ ժամանակ նավակը քիչ էր մնում ու կներ, բայց շատ կարճ ժամանակում նա դադարեց։ Երբ դադարեց, իրենք նավակով մոտեցան մի մաս, որտեղ որ կային լիքը աստղեր։ Փուփելը ասաց, որ շատ երկար էր մանեկ էր Լյուբիչի կաղազարդը, որտեղ որ իր հոր միակ նկարն էր։ Եվ պարզվում էր, որ դա այն անձրևանոցի մեջ էր, որ իր գլխի մի մասն էր։ Այդ վզնոցը իր մի մասն էր, եւ եթե դա այդ մասը նա մեկին տար, ապա չէր կարողանա շարժվել ուղղակի։ Նա ձեռքը մոտեցրեց, որպեսի հանի, բայց Լյուբիչին սկսեց իրեն համոզել, որպեսի նա չանի։ Եվ նրանք ինչպես մնացած ժամանակ սկսեցին նորից խոսել իրար հետ։ Լյուբիչին ասաց, որ Փուփելը իր համար շատ կարևոր մարդ է, արարած է, որովհետև նա միակն է, ով իր ընկերն էր, եւ միակ արարածն էր, որ իր հետ շփվում էր։ Նա չէր ուզում իրեն կորցներ, եւ այդ պատճառով էլ նա ասաց, որ սրանից հետո ամեն օր, ամեն ժամ նա կլինի Փուփելի հետ։ Նրանք սկսեցին իրար հետ ավելի շատ խոսալ, սկսեցին իրար հետ ավելի շատ ժամանակ անցկացնել։ Եվ Լյուբիչին մի այսպիսի նախադասություն ասաց. Ես գիտեի, որ Հելոուինը դա մահացած մարդկանց հոգիների վերադարձի օրն է։ Եվ Փուփելը չէր հասկանում ինչ էր կատարվում։ Եվ Լյուբիչին ասաց. ինձ համար չէ եկել, պապ։